Այսօր սահմանադրական դատարանից ինչ սպասելիքներ ունեք, ինչ վճիռ եք ակնկալում։ Լավատես մարդ ուժեք մոտեցել, ես համ կարծում եմ, որ պետք է բոլոր օրինական եւ իրավական մեթոդները օգտագործել այս իշխանությունների դեմ, սակայն իմ պատկերացմամբ մենք հիմա խաղում ենք մի խաղ, որում որ մենք գործում ենք օրենքի սահմաններում, իրենք գործում են օրենքի սահմաններից դուրս։ Երբ մենք ասում ենք, որ 60,000 ձեն առնվազն արվոնչի չէ համարվել, երբ մենք ասում ենք, որ թրքացումը մոտ է եւ երբ մենք տեսնում ենք, որ նույն Նիկոլ Փաշինյանի սիրած Վաշինգտոնում Կապիտոլիումում այս պահին արդեն անցնում են միջոցառումներ Արևմտյան Ադրբեջանի վերնագրով, ապա ինձ թվում է մենք ուղղակի ապրում ենք տարբեր իրականությունների մեջ եւ եթե չվերակազմակերպել եւ մոտեցման մեջ իմ կարծիքով փոփոխություն չանել, ապա անդառնալի հետևանքներ են։ Ընտրություններից անմիջապես հետո անգամ Փաշինյանը շարունակում է այսպես ասած իր քաղաքականությունը ընդդիմության նկատմամբ եւ արդեն նոր քաղբանտարկյալներ են ի հայտ այսպես ասած եկել, այդ մասով ինչ կասեք, ինչպես պետք է պայքարել հասնել նրանց ազատության։ Ունի երկու նպատակ, առաջինը հարության ընդդիմադիր մարդկանց վախեցնելն է, երկրորդ նպատակը իր արտաքին ղեկավարներին, տերերին ասելն է, որ նույնիսկ եթե ես ձեռք չեմ բերել այն տոկոսը եւ կվեն, որը խոսքի է տվել, որպեսզի իրականացնի թրքացման պլանը, ամեն դեպքում եւ ռեպրեսիվ մեթոդներով կփորձեմ հաստատել այն թիվը, որը պետք է իրանց ուզածը անելու համար, որտեղ ցավոք սրտի նույն Երևանի օրինակով մենք տեսնում ենք, որ ԿՊ-ն չի սահմանափակվում, նույնիսկ իր կեղծած քվեով, նրանք կարող են նաեւ փորձել մանդատներ գողանալ։ Իմ կարծիքով մանդատ վերցնել չվերցնելու թեման այս պահին այդքան ակտուալ չի, ինչքան պետք է հասկանալ ստեղի որոշումը ինչ է լինում եւ դրանից հետո ամեն մանդատ վերցնող մարդ առասարական դիմադիր մարդ պետք է ինքն իրեն տա երկու հարց, պատրաստ է համարժեք պատասխան տալ դիմացինին այդ մանդատը վերցնելից եւ պատրաստ է արդյոք այդ ռեպրեսիաներին եւ նաեւ գայթակղություններին, որպեսզի ճամբարափոխություններ չտեսնենք, ինչպիսին տեսել ենք անցյալում։ Նշվում է նաեւ, որ ընդդիմության ճնշելու լավագույն միջոցներից մեկը իշխանությունը ընտրել է նաև նրանց 25-օրյա այդ զորահավաքներին ուղարկելը։ Դուք եք նույն կարծիքին, կարծում եք այդ պատճառով են հիմնականում իրականացնում այդ զորահավաքները եւ Իմ պատկերացմամբ նորմալ հայ մարդու համար զորահավաքը այտենց ծանր պատիժ չպետք է դիտարկվի, հատկապես եթե խոսքը 25 օրվա մասին է, բայց այո, իրենք օգտագործում են բոլոր մեխանիզմները, այսինքն իրենք հիմա օրենքներ են փոխում, իրավիճակ են փոխում, ցույց են տալիս նույնիսկ բաներ, որ հիմա վստահ չեն մյուս խորհրդարանում ինչ թիվ են ունենալու, ինչ օրենքներ են կարողանալու անցկացնել, ինչը ոչ, հիմա արագ-արագ նաև էսպայն ափալ-տփլ տենց ուզում են անցկացնեն։ Իմ պատկերացմամբ, եթե գնանք օրենսդիր կառուցողական ինչ-որ տենց քաղաքակիրթ քաղաքականության ճանապարհով, ապա մեր պետությունը եւ նաեւ մեր ազգային կերպարը կործանվելու։